Բարև սիրելի ժողովուրդ։ Ես երբ որ արթնանում եմ առավոտյան, ամենաառաջի բանը Աստծուց շնորհակալություն եմ հայտնում, որ ես դեռ կամ։ Երկրորդ բանը, որ անում եմ, դա ձեռքս գցում եմ հեռախոսին, որպեսզի հասկանամ իմ տնից դուրս աշխարհ դեռ գոյություն ունի, թե այս էլիտան ուղղակի վերացրել է ինչ-որ մի կեսը։ Եվ ես չեմ չափազանցնում, որովհետև ես հասկանում եմ, որ ամեն առավոտ հնարավոր է, որ մենք զարթնենք եւ աշխարհը գլխի վրա շուռ եկած լինի։ Ինչի համար? Որովհետև Սովետական միության փլուզումից հետո Սովետական միության ավերակների վրա ձևավորվեց նոր տեսակի էլիտա։ Դրանից առաջ աշխարհի բալանսը էլիտան տարբեր էր, հասկացողություններն էր տարբեր, ուժերն էին տարբեր, կար տարբեր տեսակի ուժեր եւ այդ մի ուժը բալանս էր պահում։ Սովետական միության փլուզումից հետո միանգամից ձևավորվեց մի էլիտա, որը որ ուշադիր խնդրում եմ լսեք, այսքանը նամանավանդ Նիկոլի կողմնակիցներ, սա ուշադիր լսեք, սա շատ կարևոր է։ Երբ որ ստեղծվեց այդ նոր էլիտան, նա ստեղծվեց օլիգարխական, ուրեմն ուժերի օլիգարխները, հիշում եք, երբ որ Սովետը փլվեց, սկսեցին օլիգարխներ առաջանալ, Բիրյուզովսկի, Խադարկովսկի, այս մարդիկ, դրանցից սկսեցին ամեն տեղ աճել, էլ չկար հարուստներ ու աղքատներ, ասենք եւ միջին խավ, սկսվեց կազմավորվել մի նոր տեսակի էլիտա, օլիգարխիա, հենց Սովետական միության մեջից եւ դա տարածվեց ամբողջ աշխարհով եւ սրանք այս օլիգարխները, որոնք որ աշխարհի էլիտան են, նրանք հանցագործներ են։ Հիմիկվա մեր օրերի գլոբալ էլիտան դա բաղկացած է երկու տարբեր էլեմենտներից։ Առաջին էլեմենտը դա օլիգարխիան է աշխարհի, որոնք որ մեծ մասամբ իրական կրիմինալներ են, մեծ մասամբ։ Նրանք գող ավազակներ են ուղղակի կոստյումներով եւ դիպլոմատիկ անձնագրերով։ Մեծ մասամբ նրանք հանցագործներ են։ Այդ բոլոր ամերիկյան այդ կորպորացիաները, այդ մեծ Fortune 500 կամպանիաները, որոնք որ աշխարհի ամբողջ աշխարհը գրավում են, այդ կորպորացիաները եւ նրանք բանակ ունեն։ Իրենց բանակը Ամերիկայի գաղտնի ծառայություններն են։ Ամերիկայի գաղտնի հատուկ ծառայությունները դա Ամերիկայի մեծ կորպորացիաների բանակն է համաշխարհային գլոբալ տիրույթում։ Նրանք գնում են բոլոր այն պետություններ, որտեղ որ իրենց կորպորացիաները ունեն հետաքրքրություն, այդ պետություններում տակից քանդում են ամբողջ պետությունը, ժողովուրդներին խառնում են իրար, էմիգրացիա են բերում, ամբողջ այդ պետության ստրուկտուրան, դեմոգրաֆիան, ամեն ինչը փոխում են, որպեսզի իրենց այդ կորպորացիաները օգտվեն այդ քաոսից։ Սա շատ հեշտությամբ դուք կարող եք ինքներդ տեսնել, հետազոտել, investigate անել եւ հասկանալ, որ դա 100%-ով այդպես է։ Երկրորդ էլեմենտը, որից բաղկացած է գլոբալ էլիտան այս պահին, դա տեխնոկրատներն են։ Տեխնոկրատները առաջին տեսակից, առաջի էլեմենտից վատն են, այսինքն գլոբալ էլիտայի երկրորդ էլեմենտը առաջի էլեմենտից ավելի վատն է, ինչի համար։
տեխնոկրատները բոլորս գնացել ենք դպրոց։ Բոլորս ու որտեղ որ դուք դպրոց գնացել եք, դուք հիշում եք ձեր դասարանի դոձիկներին։ Բոլոր դպրոցներում, բոլոր ազգերի մեջ կային դոձիկներ։ Ես մեր դպրոցում ունեցել եմ շատ լավ դիրք։ Բոլոր, որպես տղա դիրք, բոլոր իմ դպրոցի թե դասարանցիները, թե մնացած աշակերտները կասեն, որ ես արտակարգ դիրք եմ ունեցել իմ դպրոցում։ Եվ ոչ մեկ իմ դոձիկներին չէր կարա ձեռ տար, որովհետև ես խղճում էի նրանց, չէի ուզում, որ իրենց նեղացնեն։ Սկզբից ես չէի կարողանում հասկանալ իրենց։ Ես էլ էի լավ սովորող, սկզբից շատ լավ սովորող։ Հետո էլ դպրոց չմնաց, որ սովորենք, բայց ես չէի թողնում։ Հետո երբ որ սկսեցի մի քիչ իրանց փորձել հասկանալ, դե լավ, հիմա տղա են, թույլ են, չեն կարողանում, չեմ թողելու սրանց ձեռ տան։ Փորձեցի օգնեմ իրենց։ Դոձիկներ կային, որոնց ես 7 տարի հետս քաշ եմ տվել։ Բարի բուն իմաստով։ Ես իրենց իմ հետ քաշ եմ տվել, որ չնեղեն։ Երբ որ իրենց նեղում էին, բազում էին, գալիս էին, ասում էին ինձ սենց նեղեց, ես մեն։ Գնում էի, ասում էի արի, ես ինչ ես նեղել։ Ինչ ես ուզում իրանից։ Մի հատ շուտ, դավայ, սենց բան մեկ էլ չանես։ Գնում էր, ասում էր, ուզում ես տուր մաթեմատիկատ անեմ այսօր, տամ ասում էի, չեմ ուզում։ Ես դրա համար չեմ անում, որ դու իմ մաթեմատիկան անես։ Ես ուղղակի մարդկային բանով անում եմ, որ քեզ չնեղեն, չեմ ուզում տեսնեմ ծեծ ուտես, անընդհատ գլուխդ կախման գաս, մի արա տենց, դու էլ մի բան պիտի ասես, տղա ես, մի բան ասա, չէին անում, տենց հետս մինչև վերջ ավարտացրեցի, երբ որ նրանք սրա ինչի համար եմ պատմում սա, չեմ պատմում, որ ես հերոսություն եմ արել, չէ, ես իմ մանկությունը կամ իմ պատանեկությունը կապ չունի այսօրվա սիտուացիայի հետ, մեզ դա է կարևոր։ Պատմում եմ նրա համար, որ երբ որ այս մարդիկ մեծացան, ամեն մեկը գնաց, ասենք մեկը պրոֆեսորա Տեխասում մի հատ Թեքսաս, մի հատ համալսարանում, մյուսը Բոստոնում, գիտեմ որտեղ են, բայց այսքան տարիներ, 20 տարի արդեն Ամերիկայում են, մեկն էլ, մյուսն էլ, դա էլ իմ դասարանցիների մասին եմ ես ասում, բա մնացած դոձիկներին, բայց նրանք մի անգամ, ես եմ իրենց զանգի, ասել եմ ոնց ես, եկել ես Ամերիկա, բա ինչի չես ասում, եկել եմ, այդքան բան, օքեյ, եկել ես, ես զանգել էի, տեսնեմ, եկել ես մի օր կհանդիպենք, չկա, ոչ հիշողություն կա, ոչ մարդկային ինչ-որ բան կա, ռոբոտ, լրիվ ռոբոտ, ասենք ես քեզանից ոչ մի բան չեմ ուզում, քեզ ոչ մի բանի կարիք չունեմ, ուղղակի դասարանցիս ես, ասի տեսնեմ ոնց ես, այս մարդիկ իրենց փոքր ժամանակվանից ատելություն ունեն աշխարհի նկատմամբ, որովհետև իրենց մեջ կյանք չկա, եւ նրանք ինչ որ իրենց, ասենք Star Trek, ոնց որ իրենց ուղեղի մեջ Star Wars, Star Trek, այդ Ամերիկայում դրանք են, իրենք աշխարհը պատկերացնում են, ոնց որ հոլիվուդյան մի ֆանտաստիկ ֆիլմ, ինքը ուզում է տենց մեծ հսկա ինչ որ բաներ, տենց ման աշխարհի վրա, տենց ռոբոտներ, տենց ինչ որ տենց բաներ է, ինքը իր հիվանդությունները, իր ուղեղի այդ ապուշությունները նա ծարքում է իրականություն, որովհետև սա իր դարն է, սա հենց տեխնոկրատի դար է, եւ նա հիմա ֆինանսական հնարավորությունը ունի փչացնելու աշխարհը, եւ դա անում է։ Ձեր աչքի դիմաց դուք դա համարում եք որպես
convenience, որպես նայ հեռախոս ինչ լավ բան է, ինչքան է օգնում, app-ով ուտելիք ես օրդեր անում, ես անում, բայց դրա մյուս կողմը, նրա բացասական կողմերը, բայց ամեն ինչի տեխնոկրատիայի բացասական կողմերը, դրանք հաշվի չեք առնում դուք։ Լավ, դրական կողմերը հասկացանք, բայց երբ որ նրանք սկսում են սա օգտագործել բացասական բաների համար, այդտեղ պատմությունը ամենևին նույնը չի, ինչ որ դրականը լավ, մենք բոլորս օգտվում ենք, ես հենց հիմա իրենց ստեղծած հեռախոսով հաղորդելու եմ իմ միտքը ձեզ, շատ լավ, բայց նաև այս նույն հեռախոսը կարա ձեր ասենք վրա ամբողջ օրը սպայ անում, ինքը ամբողջ օրը ձեզ լսում է, ինքը կարա նույն ձևով ձեր խոսացածները հաղորդի ինչ-որ միտեղ, նա շատ վատ բաներ կարա անի ինքը ձեզ, այս մարդիկ, այս տեխնոկրատները ուզում են իրենց դպրոցական տարիների ուրեմն նյարդացածությունը, ներվայնությունը հանեն աշխարհի բոլոր մարդկանց կյանքի մեջից, ուղղակի ուզում են sense ձեր կյանքը ուտեն, իրենց ներվայնություններից, իրենց այդ հիշողություններից, և իրականում եմ ասում, դրեք և լսեք, սրանք բոլորը գնում են Davos, գնում են տարբեր TED Talk, գնում են տարբեր տեղեր, նստում են, խոսում են, մի հատ լսեք ինչ են ասում, այդ մարդկանց հոգեբանությունը հասկացեք, նրանք իրոք ուզում են այդ փոքր ժամանակվա մուրը աշխարհից հանեն, այսինքն աշխարհի էլիտան կազմված է երկու մասից, մեկը լուրջ հանցագործ է, բայց կոստյումով, երկրորդը տեխնոկրատ է, ու հիմա ամբողջ աշխարհով մեկ մի պետություն կա, որը որ ուզում է դրա դեմ կռվի, ուզում է կռվի ինչի համար, որովհետև այդ տեխնոկրատիան ու օլիգարխիան, որը որ սովետի փլուզման վրա ստեղծեց իր գոյությունը և նոր աշխարհի կարգերը, փորձում է այդ պետության հարստությունը գողանա, վերցնի, խլի, որտև այդ պետության հարստությունը աշխարհի ամենամեծ հարստությունն է, դա Ռուսաստանի Դաշնությունն է, ոչ մի պետություն այս աշխարհի վրա, ոչ մի պետություն չունի այդ հարստությունը, ինչ որ Ռուսաստանը, այդ բնական ռեսուրսները, որ Ռուսաստանում են, ամբողջ Ռուսաստանը ծերից ծեր բնական ռեսուրս է, այդ մաքուր ջրի ռեսուրսները, մարդիկ, Նիկոլի կոնտինգենտը սենց բաներից տեղյակ չի, պարզ մաքուր ջրի ռեսուրս, դա աշխարհի ամենաթանկանոց ռեսուրսներից մեկն է այսօր, Նիկոլի կոնտինգենտ, դուք չեք հասկանում, ինչ է կատարվում, դուք ձեր համար, մեծամասնության ձեր համար, աշխարհը մի սենց փոքր քառակուսի տեղ է, Հայաստան, դաժե Հայաստան չէ, Երևան, մի քանի անուններ ու անձեր, ու դուք երկու բան եք, ձեր մոտ ուղեղի մեջ երկու բան է աշխատում, ես սենց է դա, ես շատ եմ խոսացել ձեր մարդկանց հետ և հասկացել եմ, ես լուրջ հոգեբանություն եմ ուսումնասիրել իմ կյանքում, լուրջ, և հասկացել եմ, ինչա, ձեր մոտ սենց է աշխատում, Ռուսաստանը իմ սոցիալական հարցերը չի կարա լուծի, որովհետև ինձ միշտ պետքա մեկը, որ ինձ պահի, ձեր մոտ տենց աշխատում, դուք ման եք գալի, ով կարա ձեզ պահի, որտև ձեր գոյությունը պետքա պահվի և դուք չեք կարողանում դա անել, ձեր մեծամասնությունը ինչի համար է հենց Ամերիկա, Անգլիա լսում, մի անգամից, ուրիշ բան չի ուզում լսի, որովհետև ձեզ թվում է, թե այդ պետությունները դոլարի բանը ընդեղ է, չէ, հիմքը, սորսը ընդեղ է,
Ուրեմն դրանք կարան լցնեն ձեր սիստեմը, դրանք կարան ձեզ պահեն։ Ձեր մոտ ձեր սոցիալական հարցերը հոգացող մեկն է պետք ձեզ, պետություն, մարդ։ Դուք չեք մտածում ձեր պետության մասին, դուք ասում եք, որ դուք Ռուսաստան ձեռներդ քաշի, սա մեր երկիրն է, մենք մեր հարցերը կլուծենք, Սփյուռք գնա, մենք մեր հարցերը կլուծենք։ Դուք ձեր հարցերը եթե կարողանայիք լուծեիք, դուք առաջինը ձեր անձնական հարցը, ձեր ֆինանսական, անձնական հարցերը լուծած կլինեիք։ Դուք չէիք մնա ուրիշների հույսին, որ ուրիշը պետքա գա ձեզ պահի։ Դուք դրա համար Ռուսաստան չեք կարում տանեք։ Ոչ թե Ռուսաստանը ձեզ ասում է ոնց ապրեք, այնինչ Ռուսաստանը հենց այդ այն երկիրն է, որ չի ասում ոնց ապրեք։ Ռուսաստանը ասում է եկեք իրար հետ գործ անենք, Ռուսաստանը ամբողջ աշխարհին է ասում։ Եկեք իրար հետ գործ անենք, իրար հետ բիզնես անենք, ձեզ էլ ձեր տա, ինձ էլ, ես ձեզ էժանով գազ կտամ, դուք էլ անենց արեք այդ Կովկասը չմտնեն թուրքեր, ուրիշ բաներ, ես ձեզ զենքն կտամ։ Այն ժամանակ Ռուսաստանի ամենաուժեղ զենքը Իսկանդերն էր։ Իրանց ամենաուժեղ զենքը դա էր, եւ իրենք մեզ տվել էին Իսկանդեր։ Դուք չուզեցաք հասկանաք, թե ինչի համար անկախություն Հայաստանը չկարացավ ունենա մինչև վերջ, որովհետև ձեզ հենց այդ է թվում։ Ես ասեմ, այսօր առավոտ մի հատ անգրագետ նիկոլական աղջիկ, ահավոր անգրագետ, անունը չեմ տալու, որ ինքը իրեն լավ չզգա, որ հազարներով մարդիկ իր անունը լսելու են։ Անգլերեն տարերով իր ազգանունը գրած, արդեն մոտարապես իմացել եմ ով է, գիտեմ ուր է աշխատում։ Եվ մտել է ու գրել է, մի 100 հատ կոմենտ է գրել, բոլոր վիդեոներից տակ դիսլայք է դրել, ու գրել է ժողովուրդ սրան մի լսեք բան, ձեր ուղեղը լվանում է։ Ինքը նիկոլական է, ու ինձ գրել է ռուսամետ ես, դու ռուսամետ ես։ Հայ միամիտ ապուշ։ Ուրեմն, ինչ է իրանց մոտ։ Իրանց մենակ հետաքրքրում է իրենք իրենց ստամոքսը լցնեն, միայն որ ասում ենք ստամոքսը լցնենք, դա իրականում այտենց է։ Իրենց մենակ հետաքրքրում է, որ պետությունը կարա գա իրանց սոցիալական վիճակը ավելի լավացնի։ Իրանք չեն մտածում, որ սոցիալական վիճակը լավացնելու համար մարդ պետքա ամբիցիոզ լինի, պետքա դուրս գաս ստեղծես, աշխատես, պետքա դուրս գաս մի բան անես։ Ոչ մեկ չի պահելու քեզ։ Այդ որ քեզ ասում են դու Եվրոպա ես գնալու, Եվրոպան քանդվում է, Եվրոպայի վերջը եկել է։ Ուկրաինան այտենց ռեսուրսներով պետություն, այդ չափսի պետություն, այդքան մեծ մարդկային կապիտալով, Ուկրաինան այդքան աշխարհագրական դիրքով Եվրոպայի բերանին, Ուկրաինային ասեցին ուզում ես մեր մոտ մտնես։ Այ պետքա Ռուսաստանի հետ պատերազմես, երբ որ կպատերազմես, կհաղթես, կմտնես, ու ամբողջ օր ասում են, մինչև վերջի ուկրաինացին մենք կռվելու ենք։ Դուք հասկանում եք ինչքան ոչ հարգալից վերաբերմունք է հենց ուկրաինացու մարդու նկատմամբ, ուկրաինացի մարդու, քաղաքացու նկատմամբ, երբ որ ուրիշ պետություն ասում է ես մինչև վերջին քո քաղաքացին կռվելու եմ իմ թշնամու հետ, եւ իրա թշնամին ռուսը գիտեք ինչի է, միակ բանը, որ ինքը ռուսին թշնամի է համարում, նա է, որ ռուսը շատ մեծ ռեսուրսներ ունի եւ չի ուզում ռեսուրսները կիսի իրանց հետ, ասում է եկեք առեք, ես կտամ ձեզ այդ ռեսուրսները, ես էժան գնով կտամ, ես բարտեր կանեմ, տարիների մեջ փակեք, բայց մեր փողը տվեք, այս հողակտորի ես մեծ Ռուսաստանի ունեցվածքը ռուսներինն է, ռուս ժողովրդինն է, ձերը չի, ձերը ձեր երկրներում է, սա իմ ժողովրդինն է։ Ռուսաստանը, եթե չեք նկատել, ինչքան գումարներ է ծախսում, իրանց պետությունը սարքում են, ժողովուրդ, գնացեք մի հատ նայեք։ Ամերիկայից ով գնում է Ռուսաստան, Թաքեր Քարլսոնը, Քենդիս Օուենսը, ով գնում է Ռուսաստան, զարմացած հետ է գալի։ Զարմացած հետ է գալի, որտեղ իրոք իրանք իրենց պետությունը սարքում են։ Եվ
100 տարի առաջ դեռ Ռուսաստանի ցարը համարվում էր այն ժամանակվա Իլան Մասկը, որովհետև ինքը այն ժամանակվա ամենահարուստ մարդն էր։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանը դեռ աշխարհի ամենահարուստ պետությունն է, եւ եթե լիներ ցար, նա դեռ կլիներ ամենահարուստ երկիրը։ Եվ դուք չեք ուզում հասկանաք, որ Ռուսաստանը բոլորից հարուստ է, բոլորից, ուղղակի Ռուսաստանին չեն թողում աճի, որովհետև եթե Ռուսաստանը աճի, բոլորը ընկնելու են, որովհետև դա ուղղակի մի ուրիշ հարստություն է, մի ուրիշ կատեգորիայի հարստություն եւ ուժ է։ Իսկ դուք այդ ուժը փչացնում եք։ Եթե Ռուսաստանը այն ժամանակ իր ամենալավ զենքը տվել էր հայերին, Իսկանդարը, չեք կարծում, որ միջուկային զենք էլ կտար մեզ։ Իսկ միջուկային զենքով ոչ մեկ մեր հետ չէր կարող խախտար, ոչ մեկ։ Իսկ հիմա Նիկոլի կոնտինգենտ թուրքերը մտել են մեր երկրի մեջ։ Դուք հասկանում եք, դուք պարտադիր է, որ գան ձեր տան մեջ մտնեն, որ դուք զգաք դա, հա։ Գան մտնեն ձեր տան մեջ, ձեզ ջարդեն, վառեն ձեր տունը, որ դուք լավ զգաք ձեզ, այդ եք ուզում, որ հասկանաք, մենք 30 տարի այդ ազգին, այդ երկրին, այդ պետությանը, եթե դա կարելի է պետություն կոչել, 30 տարի մենք նրանց հաղթած չոքերի վրա ենք պահել։ Դրանց մեջ այնքան մուռ կա մեր նկատմամբ, այնքան մեր նկատմամբ ողջ կա։ Ձեզ թվում է, թե գալու են ձեր հետ բարեկամություն, ընկերություն անեն, ժողովուրդ, իրանք էլ ունեն եռաբլուրի պես, չնայած չհամեմատեմ մեր եռաբլուրը իրանց ինչ-որ ասքյարի բանի զզվում եմ ուղղակի, բայց իրանք էլ ունեն դրանից, իրանք էլ են ծնող, իրանք էլ են մարդ, մտածում են սրանք մեզ 30 տարի սպանել են։ Դուք ձեզ թվում է, հիմա որ մտել են մեր երկիր, անտառները կտրում են, դիրքավորվում են, ինչի համար են դա անում, ինչի համար, որ ինչ անեն, որ ձեզ պաշտպանեն, հա, այդքան միամիտ եք դուք։ Լավ, ոնց կարելի է այս աստիճանի միամիտ լինել, էլի, այս աստիճանի չտեսնել։ Եթե դուք երկրի ղեկավար ունեք, լավ, ձեր տան հայրը, նա սենց ասեմ, Նիկոլի կոնտինգեն, ձեր տունը պապա կա, տղամարդ կա, կողքի հարևան տղամարդը մտնի ձեր տուն, ձեր խոլում հենց մտնում ես տուն, այդտեղ սկսի ռեմոնտ անել, տենց ասի մի հատ ստեղ շկաֆ ենք դնում, այստեղ տակը հենց բանդի, հա հենց այդ կոշիկների տեղը տե սարքի, լավ է, թոմնա, ու այսքան ստեղ կամերա դիր մի հատ, որ տենամ սրանք տան մեջ ինչ են անում, ձեր տան պապան, եթե դուշ չգա, ասի ես ինչ ես անում իմ տան մեջ, արա, ասենք, դուք ձեր պապային կհարգեք դրանից հետո, թե դուք ավելի կհարգեք ձեր կողքի տան պապային, որն է, դուք ունեցել եք հայր, ձեր տան մեջ եղել է տղամարդ, որ պաշտպանի ձեզ, որ ձեզ չթողի մեկը ձեզ մոտ գա, եղել է տենց բան, ես արդեն կասկածի մեջ եմ, եթե դուք ունեցել եք նման բան, եթե դուք զգացել եք նման բան ձեր կյանքում, բա եթե տենց բան, եթե եղել է նման բան, բա հիմա ձեր պետության հերը, այդ հեր չի դա, այդ մաման, հիմա, մաման պապայից ավել կգզի, իրա երեխեքի կողքը մանեկող, ասում են մամա bear, մաման կարող է պապայից շուտ ուտի, իրա երեխեքի կողքեր մանեկողներին, իրա խոլի մեջ բան սարքողներին, սա ոչ մամայա, ոչ պապայա, սա գիտեք ով է, սա են հերու հորողպոր տղու եսիմ ինչն է, որ սաղ կյանք ձեր ունեցվածքի վրա աչք է ունեցել, հիմա եկել է եսիմ որ գեղերից ու ուզում է վերցնի սաղ ձեր ձեռքից, բա դուք չեք տեսնում թուրքը մեր երկրի մեջ ձևավորում է, իրա երկիրա,
Ադե երեք Ալիևը երեք գիտեք ինչ ասում։ Ասում է ես Հայաստանին գազ չեմ տա, բայց ես Western Ադրբեջանին, ինչ ասում դրան, Արևմտյան Ադրբեջանին գազ կտամ։ Ինքը համարում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջան ու ասում է Արևմտյան Ադրբեջանին գազ կտամ ու իր զինվորները մեր երկրի մեջ են։ Մեր երկրի ղեկավարը, որը որ տիլնի ազգի հայրը, ոչ մի բան չի անում։ Լավ, դուք չեք հասկանում, դուք ձեզ ինքնասիրություն չունեք դուք։ Չեք մտածում, որ ոնց կարող է այս ուրիշի այս թշնամիս մտնի իմ երկիր։ Դուք կարծում եք դուք այդ մարդկանց հետ բարեկամություն եք անելու։ Ինչի հիման վրա 30 տարի մենք նրանց ճնշած ենք պահել, ինչի պիտի գան ձեր հետ բարեկամություն անենք։ Բոլոր ֆիլմերի մեջ որ դիտել եք, չեք տեսել, որ երբ որ դավաճանը անցնում է մյուս կողմ, ինֆորմացիան վերցնում են, ինչքան իրանց պետքա դավաճանին օգտագործում են, վերջում գլխից խփում են, ասում են, եթե դու քոնին ես դավաճանել, դու մեզ հաստատ կդավաճանես, մենք քո կարիքը չունենք։ Հերիքա դավաճան լինեք, հերիքա դավաճանեք ձեր ազգի մնացած մասին, որոնք տեսնում են ինչա կատարվում։ Հերիքա դավաճանեք դուք ձեր սկզբունքները, ձեր հիմքերը, ձեր դիրքերը, ձեր պետությանը, ձեր հողին, ձեր պետությունն ու ձեր հողը մենակ ձեր տան տարածքը չի, ձեր վարձով տան, ձեր ունեցած տան, ձեր բակի, ձեր հողը հասնում է մինչև Մեղրի, մինչև Պարսկաստանի սահման, մեր երկրի մեջ ամերիկացին մի կողմից է վերցնում։ Դուք Ռուսի անունն եք տալի, ռուսը ինչ է վերցրել։ Ռուսը ինչ է վերցրել, ոնց է ձեզ ասել ոնց ապրեք։ Ռուսը ոչ մի անգամ չի ասել մենք ոնց ապրենք։ Իսկ ամերիկացին, անգլիացին ասում են մենք ոնց ապրենք։ Մեր երկրի մեջ դրանք ընդեղից են վերցնում, սրանք այս կողմից են մտնում, թուրքը այն կողմից լենինականի բանի այն կողմերից է մտնում, վրացին վերևից է մտնում, մեր երկիրը կիսում են, վրացին էլ արդեն խառնվել, վրացին գիտեք ինչի առաջինը իրանք շնորհավորեցին, որովհետև Վրաստանը գիտի, որ Նիկոլի լինելով Հայաստանը քանդվելու է եւ նրանք կարողանալու են իրենց երկիրը մեծացնեն, այ ժողովուրդ, ինչի եթե Վրաստանը պրոռուսական է այսօր, իրենք հասկացան, որ պրո-եվրոպական, պրո-ամերիկյանը տանում է վերջնական անկման, դա վերջն է, դուք վերջանում եք, այդ պետությունը ձեր կարիքը չունի, նրանք պետք ունեն այդ հողատարածքին, Անգլիան, Ամերիկան, Եվրոպան չունեն մեր կարիքը, նրանք մեզ չեն օգնելու, նրանց ուղղակի պետք է մեր հողատարածքը, որպեսզի օգտագործեն Ռուսաստանի դեմ, իրենց Ռուսաստանի հարստությունն է պետք։ Ռուսաստանը առանց ռուսների, առանց Պուտինի, որովհետև այտենց իրանք կարան թալանեն Ռուսաստանը եւ բոլոր ռեսուրսները տանեն, որպեսզի իրանց տեխնոկրատիկ այդ աշխարհը, որ պատկերացնում են, որ ամբողջ աշխարհը պետքա ստրուկ լինի ու իրանք պետքա data center-ներով AI-ի միջոցով ղեկավարեն այդ աշխարհը։ Ես ամբողջ օրը նայում եմ, էլի հետևում եմ, ինչ են անում։ Այն ինչ որ իրանք անում են, վայ, դուք չեք պատկերացնում, Աստված, մենակ Աստված իրականը լինի, վերևից իջնի, որտեվ այդ ուժը մենակ Աստված ունի, որ սրա դեմը առնի։ Այն ինչ որ անում են, չէ ժողովուրդ, դուք չեք պատկերացնում ինչ դժոխք ալնելու մեր բոլորի կյանքը, բոլորիս կյանքը, անգամ մարդիկ, որոնք մտածող են, անգամ մարդիկ, որոնք ֆինանսական հնարավորություն ունեն, եթե դու միլիարդատեր չես, միլիարդատեր, եւ ամեն միլիարդատեր չի կարա դրա մեր, օրինակ Սամվել Կարապետյանը չի կարա մտնի այդ կլուբ, ինքը չունի ոչ հավատքը, ոչ ազգությունը, ոչ սատանիստա, չունի, ժողովուրդ, չարի ու բարու պատերազմի մեջ ենք մենք, սա կոնսպիրացիա չի, իրականությունն է սա, եթե դուք կանգնում եք այդ կողմը,
տեխնոկրատիայի կողմը, Նիկոլի կողմը, գլոբալիզմի կողմը, դուք ձեր դեմ եք աշխատում, այդ ստրկությունը ավելի շուտ է գալու, մենք կորցնելու ենք մեր հողը, ամեն ինչ գնալու է հակառակ կողմ, միակ պետությունը, որ կռվում է սրա դեմ, դա Ռուսաստանն է, իրանք չեն թողնում data center-ներ, իրանք չեն թողում AI, իրանք չեն ուզում իրանց երկիր գա դա, իրանք ուզում են մնան քրիստոնյա, իրանք ուզում են կռվեն այն բոլոր ուժերի դեմ, որոնք բերում են այդ տեխնոկրատիան, որպեսզի աշխարհը գրավեն եւ հրեաները աշխարհը գրավեն ու կառավարեն ամբողջ աշխարհին, ամբողջ աշխարհը պետքա լինի իրենց ստրուկը։ Մի հատ կողքերներդ նայեք, տեսեք ինչքան նոր հրեական կենտրոններ են ավելացել Հայաստանում։ Մի հատ նայեք ինչքան են Իսրայելից վխտում։ Մի հատ նայեք ձեր ինչքան Իսրայելի բլոգերա ձեր կողքերը ֆռում։ Մի հատ նայեք սրանք բոլորը շպիոններ են։ Ժողովուրդ, թեկուզ Նիկոլի կոնտինգենտ, լսեք ինձ։ Գիտեք մեր երկիրը ինչի ոչ մի անգամ չանկախացավ դեռ։ Գիտեք ինչի համար մենք անկախություն դեռ չունենք։ Անկախությունը մենք կարող ենք ունենալ։ Վազգեն Սարգսյանը տանում էր այդ ճանապարհով։ Երբ որ մենք միայն մի աթոռի վրա նստենք, պահենք մի պարտնյոր, այսինքն ունենայինք մի պարտնյոր, որը մեզ հավասար է ընդունում։ Իրոք հավասար է ընդունում։ Եվ հավասար ընդունում նրա համար, որովհետև մենք իր երկրի դարպասներն ենք։ Եթե մենք չպահենք այդ դարպասները, իր երկիրը պրոբլեմա ունենալու։ Նրանք մեզ ամեն ինչ կտային, եթե մենք մնայինք իրանց նկատմամբ մաքուր, եթե մեջքից չխփեինք, եթե մենք իրանց հետ ազնիվ լինեինք, եթե մենք կռիսություն չանեինք։ 90-ական թվականներից Լևոն Տեր-Պետրոսյանը իր շքախմբով անգամ Սուքիասյանների ընտանիքը, ես դոկումենտներ ունեմ, ես ունեմ ինձ մոտ փաստաթղթեր եւ պատրաստ եմ ցույց տալու այդ փաստաթղթերը, որ անգամ Սուքիասյանները 90-ական թվականներից Նիկոլի հետ միասին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ամբողջ ուրեմն կոտլը բոլորով մշտական եւ սենց նորմալ հաճախակիորեն Ամերիկայի դեսպանատուն մտել են, տվել են ինֆորմացիա դուրս են եկել։ Դուք հասկանում եք, Ռուսաստանը դա իմացել է։ Այսինքն 90-ական թվականներից իրենք իմացել են, որ մեր երկրի մեջ երկակի ստանդարտներ եւ երկակի խաղ է գնում։ Մեր երկրի մեջ ուժերը բաժանված են երկու մասի։ Մեկը լրիվ պրոռուսական, մյուսը պրոարևմտյան։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը բոլորը այն ժամանակվա օլիգարխները, ասենք Սուքիասյանները, իրանք առաջիններից էին, բոլորը ամերիկյան շպիոններ են։ Իրանք ուրիշներին են ագենտ ասում, բայց ագենտը իրանք են։ Ամերիկան այս պահին տեսնում է, որ Նիկոլի վերջը ոնց որ գալու է։ Ոնց որ թե չի ստացվում էլ Նիկոլը։ Էլ Նիկոլը իրանց պետք չի ոնց որ թե։ Նիկոլը այդ խաղաղությունը, որ Նիկոլը ձեզ խոսք է տվել, դա Չեմբերլինի խաղաղությունն է։ Գնացեք, եթե չգիտեք Չեմբերլինի խաղաղությունը որն է, գնացեք նայեք, այսենց բերելու է այդ թղթիկը սենց թափտա Չեմբերլինի նման եւ այդ խաղաղությունը ունենալու է այդ թղթի արժեքը, այդքան բան։ Նիկոլը կրկնում է նույն Չեմբերլինի ճանապարհը, նույն բանը։ Սրանք բոլորը ագենտներ են։ Եթե մենք ունենայինք մի էլիտա, որը որ հասկանար, որ մի կողմը դու խաղում ես իսկականից մաքուր ես, ազնիվ ես եւ քո ասացի տերն ես մի ուժի հետ, Ռուսաստանի հետ միայն, որովհետեւ դա մեր օրգանիկ պարտնյորն է, նա մեր կողքն է, իր հետ բիզնես անելը արդեն մենք գիտենք ոնց է, մենք գիտենք իրար հետ ոնց գործ անենք, պատմական մենք իրար հետ կապվածություն ունենք հարյուրավոր տարիների, առանց իրենց մենք չենք ունենալու այս պետությունը։
Եվ իրենք մեզ կտային միջուկային զենք ոնց որ տվեցին Լուկաշենկոին։ Այն մարդիկ, որ իրանց հետ 100% են, իրանք այդ մարդկանց տեր են կանգնում։ Իրանք 20 թվին, իրանք 18-ին տեսան, թե դուք ոնց բոլորով գնացիք ամերիկյան ճանապարհով։ Բա ոնց էիք ուզում ձեզ օգնեին։ Ոնց։ Դուք գնաք իրա թշնամու հետ ու իրանից օգնություն ուզեք, լավ էլի ժողովուրդ, մի քիչ պետքա լոգիկա ունենալ։ Դուք կանեիք դա, դուք մեկի հետ վիճում եք։ Մեկի հետ վիճաբանում եք դուք։ Այն մյուս մարդը գալիս է, միանում է դրան։ Դուք անցնելու եք այդ կողմ, հա, ասելու եք լավ, ես քեզ լավ կլեմ քո հետ։ Դու արի ես կողմ, ես մի քիչ լավ էլի։ Մի քիչ պետքա լոգիկա էլի լինի այս խոսակցության մեջ։ Եթե այդ մարդկանց հետ մենք ճիշտ պահենք, Ռուսաստանը այն տեսակի հարստություն ունի, դուք հասկանում եք դրանց հարստության չափսը, որ իրենց մի հատ փռշտալով մեր ամբողջ պետության ամբողջ խնդիրը կլուծվեր։ Հիմա մեր պետությունը պարտքերի տակ է, ավելի են խրում պարտքերի տակ, գիտեք ինչի, որովհետև վերջում երբ որ պարտքերը չկարանանք փակենք, Սիրուն Ամերիկան IMF-ին ասելու է, բանկին կենտրոնական վերցրա երկիրը ձեռներից, Արգենտինան արդեն վերցնում են, մի օր էր մնացեք, 24 ժամ, վերցնում են երկիրը ձեռներից, ասում են դավայ ռադեղեք երկրից, էսի մեր երկիրն է, վերջացավ։ Դուք հասկանում եք սրանք մեզ ինչով են հարազատ այս մարդիկ, ինչով, պատմական մի բանով, իրար հետ ինչ-որ կապվածություն ունենք, դուք միայն այս մարդկանց ուզում եք, որովհետև ձեզ թվում է, թե ձեր ստամոքսները լցնելու են, դոլարի անունն եք լսում, հեսա գան ձեզ կպահեն, դուք կրակն եք ընգե ձեր գոյության ձեռքը, հա, ձեր գոյատևումը, այնքան դժվարություն է դարձել, որ ամբողջ հայ ազգը պետքա պետություն կորցնի, որովհետև դուք կարծում եք, որ կարող է ձեզ մեկը կերակրի, արա դուս եկեք ձեզ կերակրեք, գնացեք մի բան արեք, ձեզ կերակրեք, ամբողջ հայությունը դրսից միլիարդներ է ուղարկում Հայաստան, ոնց ուզում ալնի կարակ էլի օգտվեք ձեր, ինչ պիտի 200,000 ասենք աշխատավարձ կամ դրամ տամ, էտը չեն տալի, ինչ են տալի, որ սենց հավաքվել եք դրա կողքը, քանդում է պետությունը, չեք տեսնում, պետությանդ մեջ ամեն կողմից, Վրաստանը մի կողմից, Թուրքիան մի կողմից, Ադրբեջանը մյուս կողմից, Ամերիկան մյուս կողմից, ամեն մեկը մի կողմից մտել է երկրի մեջ, ով ինչ ուզում անում է, երկրի հայրը, ոչ մի բան չի ասում, ոչ ուլտիմատում կա, ոչ մի բառ կա, ինքը իր աթոռի մասին է մենակ մտածում, հեսա ամեն ինչ ենքան է թանկացնելու, չկարողանաք տակից դուս գաք, որ այդ ընտրակ կաշարքը, որ բաժանել է ու ուրիշներին է ասում դուք եք բաժանը, այդ ձեր ձեռքից հետ վերցնի, պետք է աչքերդ բացեք, տեսնեք, հերիքա, աչքերներդ բացեք, տեսեք ինչ են անում, տեխնոկրատներն ու օլիգարխները աշխարհով, փորձը կատարեցին Պաղեստինում, որ տեսնեն, կստացվի թե չէ, և ստացվեց, Պաղեստինը փորձն էր դա, հիմա այդ ամեն ինչը բոլոր ազգերի հետ է լինելու, ովքեր որ չեն հասկանում իրանց հետ ինչ է կատարվում, տեսեք ալբանացիք ոնց հելան ոտի, մի անգամից, տեսան ուզում են մտնեն իրանց երկիր, կառուցեն, ընդեղ ուզում են իրանց ապրելու տեղը սարքեն, աշխարհի օլիգարխիայի, որտեղ տակերը սաղ բունկեր է, սաղ ատոմային բունկեր, միջուկային բունկերներ են, ուզում են իրանց տները ընդեղ կառուցեն, մի հատ բանի կղզու վրա, որ հասնել չի լինի այդ կղզին, ընդեղից ղեկավարեն ամբողջ աշխարհը, մենք ապրենք տեխնոկրատիայի փակ 15 րոպեանոց պարիսպներով փակ քաղաքների մեջ, որտեղ որ մենակ իրանց վալյուտան աշխատում, փողդ կանջատեն չես կարա ծախսես, հենց խելոք չմնացիր, ամեն ինչը տանջատելու են, դուք հասկանում եք ստրկությունը ուր են տանում, այն պետությունները, որոնք ոչ մի բան չունեն առաջարկելու, դրանք վարի են գնալու, Հայաստանը այդ պետությունն է, մենք անկախություն չենք ստեղծեն նրա համար, որովհետև մեր մոտ էլիտան խաղացել է, էլիտա էլ չեն դրանք, էլիտան խաղացել է երկու աթոռի վրա, ռուսին ասել են հա զենքը տուր, գնանք կռվենք զենքը տուր, ռուսը զենքը տվել է, վազել են ամերիկյան դեսպանատուն մյուս օրը,
Հասկանում եք, ռուսը տեսել է, ասել է, «Էս ինչ եք անում»։ Էս ինչ եք անում։ Ինչ եք ինձ մեջքից խփում։ Ես ձեզ օգնում եմ, դուք ինչ եք ինձ մեջքից խփում սենց։ Վազել են ամերիկյան դեսպանատուն, գիտեք ինչի համար, որ հանկարծ մի հատ ուրիշ մարդ գա, որ ուզում է պետությունը պահի, ասենք Վազգենի նման, իրենց հարստությունը չխլի իրանց ձեռից, չվերցնի իրենց գողացած հարստությունները։ Դուք Գագիկ Ծառուկյանի հարստության վրա եք հարձակվել, լուրջ եք ասում։ Դուք գիտեք, որ կոմունիստների ժամանակ, ես ձեզ մի բան պատմեմ, որ իմանաք էլի, ես Գագիկ Ծառուկյանին ոչ ճանաչում եմ, ոչ մի բան, բայց երբ որ դուք ասում եք Նիկոլը Հայաստանը դրեց քարտեզի վրա, նոչ, Նիկոլը Հայաստանը դրեց քարտեզի վրա վաճառքի։ Գագիկ Ծառուկյանը իր գումարներով Հայաստանը սպորտի միջոցով դրեց քարտեզի վրա որպես երկիր, որ անընդհատ ոսկի մեդալ է բերում։ Հայաստանը տենց է ճանաչվել, ոչ թե Նիկոլի միջոցով, այ միամիտներ։ Դուք մի հատ նայեք, ես ձեզ մի բան ասեմ, ով որ կճանաչի, կճանաչի, ես անգամ անուններն եմ հիմա տալու, որպեսզի հասկանաք։ 80-ական թվականներին մենք շատ մոտ բարեկամ հարազատ ընկերներ ունենք ընտանիքի, շատ մոտ։ Մարդիկ, որոնց որ համարյա ամբողջ Հայաստանը ճանաչում էր։ Սպարտակ Վիրաբիչը, բոլորը, ով որ այն ժամանակ եղել է ինչ որ մի բան 80-ական թվականներին Երևանի ժողովուրդը, բոլորը գիտեն Սպարտակ Վիրաբիչը ով է։ Սպարտակ Վիրաբիչը Զվարթնոց օդանավակայանի ճարտարապետն է։ Ինքն է սարքել Զվարթնոց օդանավակայանը կոմունիստների ժամանակ։ Մի զիլ մարդ։ Իր կինը Իզոլդա Յոսիֆովնան, ինքը իմ մանկապարտեզի դիրեկտորն էր, նրանք մեր ընտանիքի մոտիկ ընկերներն էին եւ մենք իրանց հետ շատ մոտիկ գնալ-գալ կար, իրանք դաչա ունեին Առինջում։ Ես դեռ մի 12 տարեկան էի։ Մենք իրանց դաչայում էինք մի օր։ Տենց գնացել էինք ընտանիքով, խորոված բան էինք անում, տենց բոլորով հավաքվել էինք։ Իրանք տղաներ ունեին, իրանք տարիքով մեծ էին ինձանից տղաները, իհարկե, բոլորն էլ ինձնից շատ մեծ էին տարիքով։ Եվ գնացել ենք իրանց տուն, եւ այդ օրը դուրսը խորոված էին անում տղամարդիկ, պապաները էլի։ Եվ այդ ժամանակ կանայք խոսում էին, ես լսեցի մի բան։ Ու մինչև հիմա դա իմ ականջի մեջ sense տպավորվել էր։ Ասեց, «Էս գազ ունեք ստեղ»։ Կանանցից մեկը հարցրեց, իզացոցային, ասեց, «Գազ ունեք ստեղ»։ Մեկ էլ մի հատ ուրիշ ծյոցա կար, որ իրանք էլ հենց կողքի դաչան էին, իրանք էլ էին մեր ընտանիքի շատ մոտիկ բարեկամները, Ռոզա ծյոցյան։ Ասեց, հա, ասեց, ստեղ մեր Գագո անունով տղա կա մի հատ, ասեց, առինջեցի, ամբողջ ասեց առինջի համար գազ ա բերել։ Սա սովետական ժամանակներն էր։ Ես այդ իմ մեջ տպավորվել էր ուղակի, որովհետև ով է, որ ամբողջ առինջի համար գազ ա բերել։ Ես սկզբից չէի հասկանում ով է դա, դե ինչ պիտի իմանայի, ես 12-13 տարեկան երեխա էի։ Բայց երբ որ հետո իմացա առինջի Գագոն ով է, առինջեցի Գագոն ով է, հասկացա, որ դա Գագիկ Ծառուկյանն է։ Նա այն ժամանակ իմ հիշելով մի 27-28 տարեկան տղա էր, ոչ ավել։ Եվ սովետական միության ժամանակ նա այդ գումարը ուներ, որ առինջ գազ բերեր։ Այսինքն առինջի ժողովուրդը գազ ունենար։ Դուք որ ասում եք այդ մարդը իր փողը գողացել է։ Լավ, սովետի ժամանակ ումից է գողացել։ Ասեք ինձ սովետի ժամանակ ումից է գողացել այդ փողը։ Սովետի ժամանակ է գողացել, եթե գողացել է, լավ, եթե գողացել, եթե տենց է։ Սովետի ժամանակ է գողացել ու կարացել է Մարսի, հալալա իրան։ Հալալա իրան։ Բայց դուք այնքան եք սիրում ուրանալ այն մարդկանց, որոնք որ ինչ որ մի բան են անում, հենա ես տեսնում եմ էլի վիդեոների տակ ինչեր են գրում մարդիկ։ Այդ Նիկոլի կողմը դուք ոչ մեկի
Ոչ մեկի չեք գնահատում, ոչ մեկի։ Մարդիկ, որոնք որ դրական գործ են անում, դուք այդ մարդկանց վրա թքում եք։ Այն մարդիկ, որոնք ուզում են աճացնեն, ուզում են ծաղկացնեն, ուզում են երկիրը ինչ-որ մի լավ բանի հասնի, դուք թքում եք այդ մարդու վրա։ Այն մարդիկ, որոնք որ ամեն օր թույն են ստեղծում են, գիտեք ինչ են տհաճ իրավիճակ, վատ պայմաններ եւ դրանով սնվում են նեգատիվ էներգիայով, որ սենց անընդհատ կռիվ գցեն, անընդհատ բոլորին խառնեն իրար, ազգի մեջ անընդհատ անախորժություն բերեն, իրար միս ուտենք, զզվենք իրարից, իրանք դրանցից սնվում են, դուք այդ մարդկանց սիրում եք։ Կարողա դուք էլ եք այտենց։ Կարողա չէ, պիտի տենց ելնեք, որ այդ սիրեք։ Ոնց կարա մարդը նեգատիվ էներգիայով սնվի, մարդը առավոտ պիտի զարթնի, փորձի գեղեցիկ բաներով զբաղվի, ճարտարապետություն կա, սիրուն բաներ կան աշխարհի վրա, սիրուն տեղեր կան, փող կա, կարաս աշխատես, գնաս, ամեն տեղ փող կա, կամաց աշխատում ես։ Ես այնպես դժվարությունների մեջ եմ ընկել իմ կյանքում։ Ամերիկան, երբ որ պատերազմ սկսեց Ռուսաստանի հետ, իմ բիզնեսը, իմ ամբողջ գործը կապված է Ռուսաստանի, Հայաստանի, մեր երկրների հետ։ Մի օրվա մեջ սա բիզնեսս միանգամից վարի գնաց, որովհետև այդ շիփինգի բաների վրա, отправки վրա սանկցիաներ դրեցին, ես իմպորտ-էքսպորտ էի անում։ Փչացրեցին ամբողջ գործս։ Եվ այդ դժվարությունները, որի մեջև ես եմ անցել վերջին մի քանի տարում, ծերացրել են ինձ, ծերացրել։ Ամերիկան ձեր կարծիքով մարդկանց չի գցում, գլուխներին ասենք օին չի բերում, ձեր կարծիքով դեմոկրատիա կա ստեղ։ Լսեք, ժողովուրդ, մի ամտածեք էլի։ Դեմոկրատիան գիտեք ում համար կա։ Այն մարդու, որ իրոք փող ունի։ Փողը, դեմոկրատիան ինքը առնում է փողով։ Ուրիշ ոչ մեկի համար դեմոկրատիա չկա։ Փողը տուր, խոսած, չես տալի, դու ձենդ կտրի։ Իսկ ձեզ ոչ մեկ չի բերելու այդ փողը տա։ Հիմիկվանից իմացեք, եթե ուզում եք իրոք անկախ պետություն ունենաք, ոչ ռուսի սապոկ պաճող ելնեք, ոնց որ դուք եք ասում, ոչ էլ ամերիկյան, անգլիական, որտեղ նրանք սապոկ չի, նրանց մոտ մենակ սեռական օրգանն աշխատում։ Մենակ էդ է, իրանց մոտ ուրիշ բան չկա։ Այնտեղ մենակ մի պաչելու բան կա։ Եթե ուզում եք դա չլինեք, նա էլ չլինեք, պետք է կողմնորոշվեք մի կողմանի։ Գոնե մի երկար տարի, մի քանի տարի մի կողմի վրա խաղաք։ Այն կողմը, որը որ քեզ ամեն ինչով օգնելու է, եւ այդ կողմը մի հատն, այնտեղ ուրիշ խոսակցություն չկա, մնացածը քեզ օգտագործելու են, ուղղակի օգտագործելու են։ Երբ որ դու իրանց պետ չես, այդտենց տարբեր երկրների գոնե կողքիդ կատարվածները նայեք, դրանից դաս սովորեք։ Ուր մտել են քարոքանդ են արել, տարակացրել են այդ պետությունները, դուրս են եկել։ Դա հիմա էլ ասում են մենք ինչ գործ ունենք ձեր հետ, գնացեք տեսեք ինչ եք անում։ Ուր մտել են այդ պետություններում քաոս է մինչև այսօր։ Մենք կարայինք լինեինք անկախ, բայց ձեր մտածելակերպից անկախ չենք։ Մեկ էլ այն մարդկանցից, որոնք իրենց հարստությունը, մեկ էլ իրենց պլան B ստեղծելու համար գնացել են, ասել են մենք ամեն ինչ կտանք, մենակ հանկարծ որ մեզ մի բան եղավ, տեղը լինի գնանք, որ իրենց հարստությունը պահեն։ Մի հատ հեսա մի քանի օր հետո կարդամ Սուքիասյանները ինչ էին անում, բանում, ամերիկյան դեսպանատանը 90-ներին։ Ինչը իրանց փախնելու ճանապարհներն էին մանգալի։ Ինչ միամիտ եք դուք։ Այ ժողովուրդ։ Ես նիկոլականների մասին եմ խոսում։ Ուշքի եկեք, հերիքա մտնեք իմ մոտ ցնդաբանություններ գրեք, որ ես ռուսամետ եմ, ես չգիտեմ, ես նորից կկրկնեմ, ոչ ռուսամետ եմ, ոչ անգլոսաքսամետ եմ, ոչ լևոնամետ եմ, ոչ քոչարյանամետ եմ, ոչ սերժամետ եմ, ոչ էլ նամանավանդ նիկոլամետ եմ։ Ես մետ եմ հայկական ապագային, անկախ հայկական ապագային մի մարդով, որը կիմանա խաղը ոնց խաղա, որ այդ ապագան ստեղծվի եւ Հայաստանը դառնա միջուկային պետություն, փոքր թեկուզ,
Արդեն փոքրանում է, ես տեսնում եմ ինչա լինելու, սրանց մեր երկրից քշելու համար դեռ շատ ռուս է պետք։ Ուրիշ ոչ մեկ չի անելու, անգլոսաքսերը մշտական Թուրքին պատժկա են, մշտական, քանի նրանք ունեն բենզին եւ նրանց այդ կոր սուրը Ռուսաստանի տակ է, որ իրենք Ռուսաստանին տիրանան, նրանք թուրքամետ են լինելու, մշտական, անգլիացին մշտական թուրքամետ է, նրանց մոտ ուրիշ բան չկա, նրանք թուրք իրոք սիրում են Թուրքին եւ ադրբեջանցուն, նրանք մեզ չեն օգնելու մեր երկրի կորուստները հետ բերենք, մեր միակ ճանապարհը դա ռուսն է, իմացեք, ռուսը մեզ կօգնի այնքան, մինչև մենք ոտի կկանգնենք, հետո կասենք հիմա մենք նորմալ ենք, մենք կպահենք այս դարպասները, մենք կարանք մեր պետությունը ստեղծենք, բայց մեզ սկզբից, այ որ դու աղքատ ես, չկաս, չես կարողանում, ի վիճակի չես, բայց քո հարևանը միլիարդներ ունի, գնում ես հարևանիդ, ասում ես մի բան էլ տուր ես անեմ, որ մաքուր ես անում, ինքը տենում է դու մաքուր ես անում, ասում է ես քեզ ավել կտամ, շատ կտամ, ինձ մի խափի, որտեվ ինձ մենակ ես ամեն ինչ ունեմ, ամեն ինչ կա, փողել ունեմ, ռեսուրսեր, ամեն ինչ ունեմ, ես մենակ մաքուր մարդիկ չունեմ, ինձ մի խափի, ես քեզ ամեն ինչի տեր կսարքեմ, մի գնա մյուս մարդկանց հետ խաղերտու, իմ հաճախորդների հետ մի խաղերտու, մնա ինձ լոյալ, ես քեզ ամեն ինչ կտամ, մենք չկարողացանք դա անել, չկարողացանք, չեղավ լոյալ, այդ լոյալը երբ որ կլներ, մենք անկախություն արդեն ձեռք բերած կլինենք, իսկ մենք մեր երկու աթոռների խաղալու, խաղեր տալու, տակից բզբզելու, կռիսություն անելու պատճառով մենք մեր երկիրն ենք կորցնում, որտեվ երկիրը կռիսներով վխտացել է, կռիսներով, կռիսանոց է եղել, մինչև հիմա էլ կա, ու դուք կանգնում եք այդ կռիսների կողքը, լավ մտածեք, վերջ, այսքան բան, շնորհակալություն։